Ողջույն ձեզ քուրեր եւ եղբայրներ։ Այսօր մի կես ժամ առաջ Հայաստանից մի հույր ունեի, որ ինձ ասեց, որ իմ վրա ինչ-որ քրեական գործ են հարուցել եւ վարույթ են նախատեսել հերակա, ու գործը վերաբերվում է նրան, որ ես ինչ-որ տեղ, բանավոր լինելով գլխավոր շտաբպետի առաջի տեղակալ, բանավոր հրաման եմ տվել, որ եւ հանել եմ դիրքից անձնակազմին եւ այդ դիրքը ինչ-որ ստացվել է, որ զիջվել է ադրբեջանցիներին։ Գիտեք, սա ինչ է հիշեցնում։ Հիշեցնում է այն մի հատ ընկեր ունեինք, ասում էր, մենք աշխարհով մեկ շուկուր կգցենք, որ իր քուրը անբարոյական է, ինքն էլ թող սաղ աշխարհին բացատրի, որ ինքը քուր չունի։ Սա այդ մասից։ Ուրեմն գեներալ Արշակ Կարապետյանը երբևիցե ոչ մի բանավոր եւ գրավոր հրաման չի տվել, որովհետեւ մի ուղղությամբ հակառակորդին դիրք զիջել կամ հակառակորդը որ առաջ կա չկրակել։ Երբևիցե գեներալ Արշակ Կարապետյանը նման հրամաններ չի տվել, նորից ես ձեզ կրկնում եմ։ Ես հասկանում եմ սա ինչի հետ է կապված, որտեղ Արշապատ համայնքում գնում են ընտրություններ եւ մարդիկ փորձում են վարկաբեկեցին բոլորին։ Սավել Կարապետյան, տարան նստացրին, ասին տերորիստ է, սրբազաններ եւ տարբեր մարդկանց, քաղաքապետեր են սպանում եւ այլ։ Դե պարզավոր հիմա ինձ էլ պիտի վարկաբեկեն։ Ուրեմն ես ուզում եմ բոլորին բացատրեմ ինչա զինված ուժերում հրաման արձակելը, ով իրավունք ունի այդ հրամանները արձակի եւ որ դեպքում է այդ հրամանները կատարվում։ Եթե նույնիսկ ես բանավոր հրաման տված ելնեի, ինչ որ հրամանատարի, ասենք կորպուսի հրամանատարը իրավունք չունի կատարել այդ բանավոր հրամանը։ Առաջինը, միջև այդ հրամանը չդառնա գլխավոր շտաբպետի գրավոր հրաման։ Երկրորդը, անմիջապես պետք է զեկուցի գլխավոր շտաբի պետին, որ ստացել եմ այսպիսի հրաման։ Ինչ անեմ, եթե գլխավոր շտաբի պետը ասում է կատարել, դա ստացվում է ոչ թե իմ հրաման, այլ գլխավոր շտաբի պետի հրամանը։ Բացի դրանից, միևնույն է, գլխավոր շտաբը պետք է տար գրավոր հրաման։ Նույնիսկ գլխավոր շտաբի բանավոր հրամանը այդ դեպքում ենթակա չի կատարվում։ Դրա համար այդ կռուտի տանելը, մարդկանց մեղադրելը դե սրանց արդարությունն է։ Ես նույնիսկ եմ կրկնում, գեներալ Արշակ Կարապետյանը երբևիցե նման հրամաններ ոչ մեկին չի տվել։ Ես ծանոթ չեմ այդ գործին, ծանոթ չեմ մեղադրանքին, կուսումնասիրեմ, մանրամասը կպատմեմ։ Գործը կուսումնասիրեմ, առիթ կլինի, հույսով եմ, որ ինչ-որ ձևի կգան Մոսկվա ինձ կներկայացնեն, նոր դրանից հետո ես շատ ավելի մանրամասը կխոսեմ։ Զինված ուժերի կառուցվածքը այնպիսին է, որ զորքերը ենթարկվում են միայն ու միայն գլխավոր շտաբի պետին։ Բոլոր հրամանները միավորումներին կարող է արձակի միայն ու միայն գլխավոր շտաբը, որի տակը ստորագրում է գլխավոր շտաբի պետը։ Ոչ մեկ իրավասու չի, ես ակադեմիաներ եմ ավարտել։ Չգիտեմ այդ քննիչի ազգանունը, որ այդքան վստահ նկարում է այդ գործերը, հա։ Հետո գիտեք մեր մոտ արդարությունը ոնց է։ Կարող է 3 հոգու որ բռնեն մարդ են սպանել, այդ 3 հոգուն բերեն ասեն գրի սրա վրա, այդ 3 հովը 3-ից չենք դատի, նրան կդատենք սպանության համար։ Եթե դա քաղաքականորեն պետք եղավ Նիկոլ Փաշինյանին։ Դավաճանությունը մեր երկրում շարունակվում է։ Եվ ասում է խնձորը ծառից հեռու չի գնում։ Չի ասի դա։ Բայց թող նայեն Նիկոլի պապերին եւ թող նայեն իմ պապերին։ Իմ պապերը հայրենիքի համար կռվել են։ Երբ որ հայրենիքը վտանգի տակ է եղել։
Չեմ ուզում ընտանիք մտնեմ։ Ինձ հանեց հենց նրա պատճառով, որ ես կրակելու հնաման եմ տվել, որ ես թուրքին չէի զիջում։ Հիմա տեսեք ինչ կինո են սարքում։ Կինոն սարքում են նրա համար, որ այդ ամբավը փորձեն չեզոքացնեն։ Ես նորից եմ կրկնում։ Նույնիսկ եթե Կարապետյան արշակը տված լիներ այդպիսի բանավոր հրաման, միջև չլներ գրավորը, իրավունք չունեին կատարեին։ Իսկ եթե բանավոր հրամանը հիմք ունի հրամանատարի կատարելը, ուրեմն հանցագործը նա է։ Ես բանավոր հրաման չեմ տվել։ Նորից եմ կրկնում ձեզ։ Ես գրագետ մարդ եմ։ Ոսկե մեդալով ակադեմիա եմ ավարտել։ Ես գիտեմ որտեղ ինչ հրաման եւ ինչ ձևով պետք է տաս, բացի դրանից գլխավոր շտաբի առաջին տեղակալը իրավասացություններ նմանատիպ չուներ։ Եվ ես դա շատ լավ գիտակցում եմ, գիտեմ եւ երբևիցե ես դա չեմ խախտել։ Իմ գործողությունները հակառակորդի հետ միշտ զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին։ Բացի դրանից, նույնիսկ եթե դիրքը փոխվել է, գլխավոր շտաբի պետը նորից պետք է տար հրաման։ Եթե դիրքը փոխվել է, գլխավոր շտաբի պետքը պետք է զեկուցեր անվտանգության խորհրդում։ Հարց եմ տալի, ինչ են զեկուցել, որ Կարապետյան արշակը անվտանգության խորհրդում բանավոր հրամանատար դրաման հետ են գնացել, անեկդոտ եք պատմում։ Գնացեք վերներդ սառը դուշ լցրեք, ձեր օրերը հաշված էլ չգիտեք ինչ անեք, փարփուրներից եք կրկում, ասում եմ շուխուր կգցեն գորին կսենց բան արե, մարդկա տենց են արել, տարե 5 տարի փագե հիմա բաց են թողում, ինչ են կամ դատեն, որտեվ եթե հիմա արդարացնեն, բայն 5 տարվա համար ոնց են պատասխան տալու։ Դե պարզ է, հիմա շուխուրը կգցենք, դատը կեթա Կարապետյան արշակին կարդարացնեն, բայց էլ ում է հետաքրքիր, պահը հիմա է։ Ես զգուշացնում եմ այդ քննիչներին, խելքն այդ գլուխները հավաքեք։ Շատ ձեր նման տղեկ մեր կողքին են եղել եւ դա մարտի դաշտում զոհվել են, պատվով են զոհվել։ Իսկ դուք 2 կոպեկի համար սեփական հայրենիքն եք ծախում։ Փառք Աստծո դրանք քիչ են։ Հույսով եմ, որ դատավորների մեջ ավելի քիչ կլինի դրանցից, բայց ոնց որ կան։ Դատախազներն էլ զարմացած եմ, ժողովուրդ ջան։ Եկեք մի հատ աշխարհով ֆռացեք, տեսեք հայերին ինչ տեղ են դնում։ Այ դա ձեր աշխատանքն է։ Դուք եք պահում Նիկոլ Փաշինյանի, ժողովուրդը զզվում է։ Դուք ժողովրդին հակառակ այդ դրան պահում եք։ Դուք եք գնում իր համար դուբինկով կանգնում, դուք եք գնում իր համար գործեր նկարում, դուք եք գնում իր համար մարդկանց կալանավորում, ասֆալտին պարկասնում։ Դուք նա ընդամենը տակից կարող է պրծնի փախնի Թուրքիա կամ Ադրբեջան։ Դուք ինչ եք անելու, հետը գնալու եք։ Հիշեք, Յուլի Ցեզարը ասում էր. Մեզ դավաճանները պետք են, բայց մենք դավաճաններին չենք սիրում։ Բոլոր ազգերում դավաճաններին այդպես են վերաբերվում։ Մենք հաղթելու ենք։ Վաղարշաբաթ համայնքում հաղթելու ենք։ Ժորժ ջան, քվեարկեք, սրանք ամեն ինչի ընդունակ են, ու ես սա իմ կաշվի վրա եմ զգում։ Շնորհակալություն։